Բարև ձեզ, Փակ TV-ն շարունակում է իր հաղորդումները եւ լավ ավանդույթի համաձայն այսօր մենք տաղավար ենք հրավիրել մեր ցանկալի հյուրերից եւս մեկին, մեր ճանաչված շաման էքստրասենս Արման Այվազյանին։ Ողջույն Արման։ Օրը բարի, պարոն Ղուշյան։ Ուրախ եմ, որ մեզ մոտ եք, մանավանդ որ մեկ օր հետո էլ մեկնում եք երկրից, բայց դա չէ էականը։ Կարևորը դուք տաղավարում եք եւ ես ուզում եմ միանգամից ասենք հարցերին գարունը իր հետևանքներով, իր զարգացումներով ինչ է մեզ սպասում։ Այո, ինչպես նշեցինք, արդեն վաղվանից ամսի 18-ից, այսինքն եթեր գնալուց օրը ես արդեն երկրում չեմ լինի, Սոչի, Կրասնոդար, Վորոնեժ, Վոլգոգրադ, Մոսկվայում եմ լինելու, տուրը մեծ սկսվել է։ Գարունի իր հետևանքները արդեն բերեց, այսինքն նախ գարնան հայտ գարունը որ սկսում է, մարդիկ սկսում են մի քիչ տարօրինակ բաներ անել։ Խոսքը վերաբերում է երևի արդեն շատ հետ հասկացաք այսօրվա իմ Instagram-յան էջում կա տեղադրած վիդեոից, որտեղ ես խոսում եմ երեխայի մասին, թե այդ վատ երևույթը ոնց է այդ մի տարեկան երեխուն հասցրել մահվանդուր ու կոմենտը այդ կնոջ, չի կարող չանադառնայի դրան, եթե լիներ իմ գործի հետ կապված, կասեի դա այդ մարդու սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես այդտեղ ոչ գործից եմ խոսում, ոչ ինչ-որ մի բանից, այլ ընդհանրապես խնդրում եմ որ տարածել զուտ նրա համար, որ այդ երեխայի նմանատիպ այդ չլինի նմանատիպ խնդիրներ։ Հետերներ, ես դες շատ եմ սիրում, որովհետև ձեր այդ կոմենտներով ես համ ուրախանում եմ, համ է գարուն իսկապես ձեր մոտ ինչ-որ փոփոխություններ ա բերել, հորմոնալ, պրոստը չեմ ուզում շատ վիրավորեմ, իմ դաստիարակությունը այդքան թույլ չի տալիս մեծերի խոսալ իրանց լեզվով, բայց համենայն դեպս ամեն մի հատ ապուշություն խնդրում եմ մեկ գրեք, իմ ժամանակը ձեր վրա չվատնեմ։ Դա կարճ հեյթերների, վատ կոմենտ գրողների մասին, մեկ էլ ամենակարևոր մարդու մասին եմ ուզում խոսեմ, Փակ TV իմ շատ լավ հետևորդ։ Ուզում եմ քեզ տեղեկացնել, որ դու ամեն անգամ կոմենտ ես գրում, բա ուր ակու 1.5 միլիոնանոց աուդիտորիա, մի հատ հիշի, դա 3 տարի առաջվա դեպք է եղել այդ որ ես ասել եմ։ Ու դու ամեն անգամ դրա մասին շեշտում ես։ Ամոթ է էլի, ուղղակի մի հետաքրքիր թեմա առաջարկի, այդ թեման խոսանք, չեմ ուզում։ Նոր բան։ Ամեն ձեր էֆիրում, որտեղ ես կամ, ինքը գրում է, ուրա բայ իրա 1.5 միլիոնանոց աուդիտորիա, սուտասան։ Ես իմ գործի հետ կապված խափեմ, այն կոնկրետ բուն թեմային անցեք։ Լավ, անցանք հեյթերներին։ Իրականում գարունը շատ լավ ժամանակահատված է, որպեսզի մարդիկ դառնան ավելի դրական էներգետիկայով։ Եվ ամենակարևորը խորհուրդ եք տալիս ատելության գաղափարները քիչ այսպես։ Դե ագրեսիան, ինչքան ագրեսիա լինի, ագրեսիա տարածում։ Այսօր մեր շրջապատում թե պետության ներսում, թե պետությունից դուրս, թե մարդիկ մենք բոլորը ագրեսիվ են։ Բայց եթե կարելի է ունենց անել որ մի քիչ ավելի հասարակ լինեն, ավելի ժպիտով, փողոցով քայլում են ժպիտ չկա այլ մարդկանց դեմքին։ Իրոք քայլում եմ, եկեն նայում եմ ես մի 10 տարի առաջ, օրինակ, ու հիմա մարդիկ ժպիտով բարևում անցնում էին, իսկ հիմա այդ ժպիտը վերացել է բոլորի երեսից, ագրեսիա, մեկը մեկին, չգիտեմ, գրեն, ջնջեն, վատ կոմենտ ասեն, նեղացնեն, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի իր ցավը, իր խնդիրը։ Այսօրվա դրությամբ հենց գարնան շրջանել էներգետիկաներից լուրջ զարգացման ժամանակ է, երբ որ մարդիկ բնության գրքում կատարում են բազմաթիվ փոփոխություններ, ռեզոնանսային երևույթներ, շատ ավելի ծավալային էներգետիկայի հետ կապված խնդիրներ, այդ ժամանակն է, որ բարություն անեք, այդ բարությունը ձեզ պատասխան կգա, այսինքն փակ, թուղթ ու գրեր մեկ արեք, որովհետև շատ դաժան ժամանակաշրջան է, ադդաչայի ժամանակաշրջան է։ Եթե դուք մինչև մայիսի ընկած ժամանակահատվածը դուք սկսեք նույն թուղթուկրերով զբաղվել, դա այդ բացասական էներգետիկան ընկնելու է ձեր վրա, որովհետև դա ամենաբարդ ցիկլն է, մոլորակի փոփոխման ժամանակահատվածն է, որ ինքը պորտալը բացում է, ով ինչ անի, իրան հետ է գնալու, չի մնալու այդ մարդու վրա։ Երկրորդը մի դիմեք այնպեսի վատ մասնագետների, որոնք սև են անում, որտեղ այդ սև բացական նեգատիվը ազդելու է ձեր ընտանիքի անդամների վրա, ձեր վրա չէ, անդամների վրա, որովհետև սխալ էֆեկտով առաջացած խնդիրը բուն թեմայի առաջացնելու ձեր խնդիրների հետ կապված։ Այսօր էլ ամեն երրորդը թուղթուկ իրանող է, մեկը ճիշտ, մեկը սխալ, մեկը ընտանիք քանդելու
բազմաթիվ դեպքեր ա եղել, որ իմ մոտ գալիս են, ես ասում եմ խստիվ ու խնդրում եմ եւս մեկ անգամ, ես սև էներգետիկայով չեմ զբաղվում, չդիմեք ինձ նման ապուշ հարցերով։ Արման, դե ես գիտեմ, որ դու հեռու ես աշխատում միշտ մնալ նաև քաղաքական զարգացումներից, քաղաքական դաշտորում ես չմտնել, բայց այնուամենայնիվ քաղաքական կյանքը շատերին է հետաքրքրում։ Եվ այնուամենայնիվ ինչ հետաքրքիր զարգացումներ այստեղ մեզ կարող են սպասել։ Քաոսային ժամանակաշրջան է իրականում, որովհետև անկայուն, անկառավարելի ղեկավարական իշխանության մեջ ենք մենք ապրում։ Դա անեն չի, որ մենակ ես եմ ասում, դա բոլորն են տեսնում, թե ինչ անօրինական ձևով առաջ է գնում ամեն ինչ։ Բայց ժամանակավոր է այդ ամեն ինչը ու կարճ, որովհետև ես եթե կհիշեք, տարիներ առաջ էլ անցած մեր եթերաշրջանում էլ նշել եմ նրա մասին, որ Հայաստանում փոփոխությունը սկսվում է շատ շուտով։ Մենք հասանք այդ օրվան։ Այսինքն Հայաստանի համար շատ ծանր ժամանակաշրջանը արդեն անցել է։ Ու փառք ասում, մենք չենք տեսնելու պատերազմ, չենք տեսնելու վատ շփումներ ու փառք ասու կարճ ժամանակով իշխանությունը կմնա նույնը ու հետո միանգամից կփոխվի։ Այսինքն իշխանափոխությունը իրականում կլինի։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ոնց որ ես միշտ եմ ասում, ու իմ կանխատեսումն է։ Հայաստանի համար մենակ գիտեմ, որ այս տարի լինելու այնքան փառ է, որ մեր դրոշը, մեր անունը, մեր բարձրահեղ անունը Հայաստան գմփալու է սաղ տեղեր, հենց ոչ թե լսվելու, այլ հենց մենք ուրախությունից գմփացնելու ենք։ Այդ բառը հենց այսօրվա համար է։ Շատ ապագա մեզ հայերի սպասում։ Ես ուզում եմ, որ մենք միշտ միասնական ենք։ Երբ որ միասնական ենք, ես այդ ժամանակ շատ ուրախ եմ։ Բայց մենք մենակ դժբախտության ժամանակ ենք միասնական լինում։ Մենք միասնական պիտի լինենք նաև մեր հաջողությունների ժամանակահատվածում։ Չեմ մոռանա Գյումրիում իմ հարցազրույցը որ տալիս է, ասին ինչի կուզենաս այդ բերես, ասի 44 օրյա պատերազմը, մենք այս թեմով էլ ենք խոսացել, եթե կհիշեք, ասեցի սա բոլոր նայում են ինձ ինչի համար, որովհետև ասի միակ ժամանակաշրջանն էր, որտեղ որ մեկս մեկից կպած էինք։ Զուտ մենակ այդ որ մեկս մեկից կպած էինք, մեկս մեկովս էինք ապրում, մի նպատակով էինք ապրում, մենք այնքան լավ բաներ արեցինք մեր զինվորների համար, մեր ժողովրդի համար, որ կարողացանք այդ միասնականության համար ես կուզեմ, որ դա գա այդ օրը։ Զուտ մենակ նրա համար, որ դա այդ օրը մենք միասնական լինենք, ոչ թե պատերազմը, ճիշտ արտահայտվում, որ հետիատներս էլի վրա չտան, էլի։ Ըստ իրաց խասյացի։ Հասկանալի է։ Արման, դե ես տեսնում եմ մեր սեղանին նորից մեզ հայտնի տարո կարտերը, ես խնդրում եմ վերցրու այդ կարտերը եւ շարունակե մեր զրույցը դրանց անմիջական մասնակցությամբ։ Ինչպես գիտեք, բազմաթիվ անգամներ մենք մտնում ենք YouTube, մեր հայտնի Փակ TV-ին, ներողություն, Փակ TV ու կարդում ենք մեր մեկնաբանությունները։ Հանգիստ, միշտ ապրեք։ Մարի Կանոյան 317-1965 317-1965 Առանձնացնենք, որ միանգամից իրատերից գնանք 2708-1984 19 1981 Եվ 25 05 Այդ բոլորը Մարին է վերաբերում։ Չէ, բոլոր տարբեր մարդիկ են, ուղղակի մեկ անուն նշեցի, որպեսզի հեշտ լինի։ Այո։ Եվ սկսենք, առաջինը 317-1960 Ինչա սպասվում իրան։ Մարին։ Այո, առաջինը Մարիա, մնացած անունները չթվարկեցի, որտև անուն գրած չէր։
Լարված իրավիճակ, կասկածամտություն, խոսակցություն, ֆինանսական մեծ անկում, սև էներգետիկայի կրկնակի առկայություն, որը որ կատարված է անեզքի միջոցով, բայց ոչ թուղթուկրի, ընտանիքում կեր լարվածության ժամանակավոր երևույթ, որը որ խոսակցական ու ժամանակի երևույթն է, այսինքն Ստեղ մենք ունենք այն երևույթը, որ իր մոտ կիսատ ապնում, 1-2 չի դառնում, ընտանիքում կա լարվածություն, բայց դա ժամանակավոր երևույթ է, մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածն է, փոփոխությունը այդ օրվանից սեպտեմբերի սկզբակ դեպի դրական, իսկ ինչ վերաբերվում է խոսակցություններին ու մնացած երևույթներին, այո, ֆինանսական կայունությունը կկարգավորվի, ձեր մոտ բավականին մեծ դրական շարժ կլինի, բայց ընտանիքի երեխայի հետ ինչ-որ պրոբլեմատիկ իրավիճակ կա։ Ինչ վերաբերվում է թվերին։ Հաջողության թվերն են 3-ը և 8-ը, անհաջողության թվերն են 1-ը և 4-ը։ Տվյալ մարդու մոտ հիմնական կայունացումը, կասկածամտությունն ու անընդհատ լարվածությունը, որը առաջանում է, բերում է իրան բացասական նեգատիվից, այսինքն մի քիչ հանգիստ թողեք այդ էներգետիկան, ինչքան դուք դրա մասին խոսեք, այնքան ավելի բացասական է լինելու։ Ընդհանրապես 1-ը և 4-ը տվյալ մարդու համար ագրեսոր է համարվում, բայց ինքը շատ բարի դրական անձնավորություն է, որ ուղղակի կյանքի բերումով ինքը արդեն նստած, հոգնած վիճակ է ու անդադ ինքը ինչ-որ բանից կարոտած սպասում է, որ գա։ Ինչ վերաբերում է 3-ին և 8-ին հաջողակ թվերին, ասեմ, որ սա եզակի մարդկանց կոմբինացիա է, որովհետև եթե 3-ն էլ այսպես թարսենք և 8-ն էլ միաժամանակ ստանում ենք նույն հավերժության պատկերը։ Այսինքն մենք ունենք տվյալ մարդու մոտ անհամբեր բարիություն, բարի կամքով, բայց իր ձեռքին կամ համով անես, լավ համով բաներ ասարկում հոտը մինչև հիմա կարա գա ստեղ, այդ են շատ համով է։ Ինքան պատկերավոր ես ասում, որ արդեն պատկերացնում եմ։ Այնպես որ այս մարդու կյանքում ժամանակավոր երևույթների խնդիր է, որը մինչև սեպտեմբեր ամիսն է լինելու։ Պարզ է։ Ես կարծում եմ, որ մեզանից կողքի լինի։ Պետքա որ։ Հաջորդը մեր մոտ 2808 անուն չենք նշում 08 1000 Չի գրել անունը, թե Չէ, անուն չկար գրած, ճիշտն ասած, դրա համար իրար հետևից մի քանի հատ վերցրեցի, անուն չկար գրած, մեր հետևորդը կիմանա, որ իր մասին է խոսքը։ Հասկանալ։ Այս դեպքում մենք ունենք հաջողակ թիվը 1-ը և 8-ը, անհաջողակ թիվը 3-ը։ 1-ը և 8-ը ընդհանրապես հաջողությունը այս տարվա համար շատ մեծ է։ Մենք ունենք այս թվերի հետ կապված մի հատ մեծ բան, որ միշտ ասում են մայիսից մինչև տարվա վերջ ընկած ժամանակահատվածում այս մարդիկ խնդիր չեն ունենա, որովհետև 1-ը հավերժության հիմքն է, 8-ը հավերժության գաղափարն է։ Ու ասեմ, որ ձեր կյանքում շատ մեծ դրական փոփոխություններ է, շատ դրական աճի հետ է կապված։ Այս մարդու վրա թուղթուկիր ասվածը չկա, ու խոսակցությունները ուղղակի նեգատիվորեն անդադ կրկնվում են իր կյանքում։ Ընտանիքում ժառանգական լարվածության հետ կապված անեզքի խնդիր է, բայց կոնկրետ իր վրա աշխատած ոչ մի թուղթուկրի նմանատիպ էներգետիկա չկա, որը կառաջացնի մարդուն ավելի վատ էներգետիկ դաշտ։ Ինչ վերաբերվում է հիասթափության, նայեք, այս մարդու մոտ եղել է շատ մեծ հիասթափության շրջան, բայց հիմա ինքը կայունության շրջանի մեջ է, այսինքն այն ինչ որ եղել է նախկինում, այս տարվա շրջանակներում լրիվ փոխվում է դեպի դրական ու դառնում ավելի հստակ, կայուն կարգավիճակ, բայց արդարադատությունը ու խոսակցությունը դեպի իրան հաղթանակով է վերածվելու։
Ես չգիտեմ ինչի մասին է, ինչ պետական թղթի մասին է, որ նորություն է իր կյանքում լինելու, բայց հաղթանակն ու հզորությունը իր ձեռքն է։ Այստեղ ունենք մենակ գենետիկ ժառանգական անեծքի հետ լարվածություն։ Եվ հաջորդը Շատ հետաքրքիր հաշվարկներ է, սանում չգիտեմ, թվաբանությունը ինչպիսին է, բայց մատրիցաները ընդհանրապես շատ հետաքրքիր է իրանից մատրիցան, խրամատիկան, տառոներն էլ հետ է, ինքը ընդհանուր էներգետիկային տալիս է ավելի հստակ որոշում, ավելի հստակ պատկերացում ու ճիշտ կողմնորոշում մարդուն դեպի տալ այն ինֆորմացիան, այն էներգետիկան, այն պաշտպանությունը կամ այն խորհուրդը, որը դու կարող ես մարդուն տալ ու գնալ առաջ։ Այսինքն ես քանի որ զբաղվում եմ երկար ժամանակ էզոտերիկայով, խրամատիկայով, մատրիցաներով, նկարներով, նայելով, տառոներով, դա այն տարբերակն է, որ իմ տեսած էներգետիկան, այն ինչ որ ես զգում եմ, ավելի ճիշտ արտահայտվեմ ու կարողանամ մարդուն ավելի շուտ օգնեմ։ Նմանատիպ տարբերակներով աշխատում եմ միշտ։ Հաջորդը 29,987 Այստեղ ունենք կայուն մարդու բնավորություն, այստեղ խոսում է իր ասածը առաջ տանող մարդու բնավորության մասին, այստեղ խոսում ենք այն մարդու մասին, որ միշտ կասկածամտորեն առաջ է գնում, կասկածամտությունը իր ամենաշատ մեծ վատ երևույթն է, կարան ուրիշ բան երևույթից խոսան, բայց տվյալ մարդը մտածի իր մասին է խոսում, թուղթուգիր ասվածը չկա, անեծք չկա, բայց ինքը միշտ իրան վատ ազգում, ինչ-որ նեղված իրավիճակ, ընտանեկան անհաջողություն, որը կապում է տվյալ դեպքում թուղթուգիրի էներգետիկայի հետ, բայց չկա ձեր վրա։ Ասենք ամեն մեկի վրա չեն անում թուղթուգիր, էլի դա հնուց եկած բան է։ Հաջողության թիվը 1 ու 2 անհաջողությունը 6-ն է, 6-ը ինչի անհաջող թիվ, ուշադիր եղեք այս տարվա 6-րդ ամսվա 12-ին եւ այս տարվա 12-րդ ամսվա ամսի 6-ին, որտեղ այդ ժամանակահատվածում ձեզ համար շատ ծանր օրերի հետ կապված նեղվածության ժամանակաշրջան է գալու։ Խառնված անդադ ինչ-որ սենց դրական մարդու կերպար, դրական խոսակցություն, բայց ձեր տան էներգետիկան գալիս է անընդհատ տարբեր լարվածությունից ու ինքներդ եք այս բացական նեգատիվ ինքներդ ստեղծել, այսինքն ձեր վրա ոչ մեկ չի աշխատել։ Եվ վերջինը 2505,1959 Այստեղ կարանք հստակ ասենք, որ արդեն կա հենց այն վատ արած ժառանգական թուղթուկի արդյունքը և իր նկարի վրա արած արդյունքը։ Մենք ստեղ ունենք արդեն սև էներգետիկա հստակ։ Այստեղ իր հաջողության թիվը 7 ու 5-ն է, անհաջողության թիվը 1-ը։ Տվյալ մարդը շատ մեծ կամքի ուժով, շատ հստակ իր ասացի մարդ է, բայց տվյալ պարագայում իր վրա արված թուղթուկիրը պատականության սկզբունքով արված է նկարի վրա, որը որ ինքը երկու մարդու հետ է, սև շորերով կնոջ կողքին նստած, արել են կնոջ հետ կապված թուղթուկիրը, բայց ընկել է տվյալ անձնավորության վրա։ Այսինքն այս նկարում իրանք սեղանի շուրջ են, մի կողմը սև կին է նստած, մի կողմը ինչ-որ ուրիշ մարդ է նստած, արել են հենց իր մոտի նստած կնոջ վրա ու այս էներգետիկան ասել է հենց իր վրա, որը պատճառ է հանդիսանում իր մոտ անհաջողության,
լարվածության, ընտանիքում անկայունության, ընտանիքու երեխաների լարվածության, ինչպես նաև համարյա կհասած ինչ-որ բաժանման կետի, որը որ տալիս է թե ֆինանսական, թե գործնականի հետ, թե երեխաների մոտ միանգամից անդունդ, իրանց մոտ շատ այսպես բարձանում է, կայունանում, բարձանում ու միանգամից անդունդն են գրում, այսինքն 1-2 չդառնալու խնդիրը այս վարակայում մենք շատ ունենք, իսկ տարոները ինչ կասեն, հիասթափություն, լարվածություն, միաժամանակ ստեղ թուղթուգիրի էներգետիկայի հետ է կապված, իսկ ձեր թուղթուգիրը արել է Տիկին Գայանեն։ Նույնիսկ կանոնը գիտեք, հա։ Հա, պարզ էներգետիկայով տեսնում եմ այս անվանման հետ կապված, Տիկին Գայանեն արել, այս էլ իմ ասացի վառապացույցը, որ հենց մոգական ուժի հետ է կապված ձեր անհաջողությունը։ Ինչ եք անում դուք նախ մինչև դիմեք մասնագետի անպայման սովորական լուցկու տուփը վերցրեք, մեջը սովորական աղ լցրեք, խոշոր պարտադիր, մի հատ դրամ կոպեկ, մետաղադրամ եւ ասեղ։ Դնում եք մեջը, պահում եք 7 օր, որտեղ որ դուք քնում եք ու 8-րդ օրը գցում եք խաչմերուկի վրա։ Պարտադիր 7 օրը հաշվեք հաջորդ օրվանից, այդ օրը չեք հաշվում ու ասում եք, ով ինձ ինչ արել է, իրան հետ գնա, ցավանես, ինձնից, իմ ընտանիքից հեռու տանի։ Դա կօգնի ձեզ ժամանակավոր այդ երևույթը կանխել, մինչև կդիմեք մասնագետի, արդեն մասնագետը ձեզ կօգնի։ Դե Արման, ես կարծում եմ իհարկե պատահական չի, որ ամեն հաղորդումից հաղորդում հետաքրքիր ձեզ հետ ավելի է մեծանում, ավելին ասեմ, մեր ունկնդիրներից շատերը խնդրում են, որ ձեզ հետ նաև ուղիղ հեռախոսակապով զրուցենք, դուք դրան պատրաստ եք։ Այո, մեծ սիրով, ինչի՞ չէ, կազմակերպ։ Չի բարդացնում դա մեր Ընդհակառակը ձայնային տեմպերը ավելի է օգնում, որպեսզի մարդուն ավելի լավ հասկանանք։ Դե երբ վերադառնանք այս հերթական գործուղումից, մենք մտածենք նաև այդ տարբերակի մասին։ Սիրով, Պայմանավորվեցինք։ սիրով։ Շնորհակալություն, սերի բարեկամներ, Շաման Էքստրասենս Արման Այվազյանն էր Փակ TV տաղավարում։ Իհարկե սպասեք նրան առաջիկայում եւս այս անգամ արդեն նոր տարբերակով։ Իսկ այսօր այսքանը ցտեսություն։